Բարև բոլորին, սիրելիներս, այսօր որոշել եմ ուղղակի խոսել ընդհանուր առմամբ այս երկու շաբաթվա իմ զգացողությունների մասին, ինչ փոփոխությունների մասին։ Փոփոխություններ, եթե ես ասեմ օր-օրի եմ զգում և ժամ-ժամ եմ զգում, դա առանց չափազանցնելու դեռ, բայց և հասկանում եմ, որ վաղ է խոսալ լուրջ փոփոխությունների մասին։ Իդեպ ես այսօր գնացել էի մի քիչ գնումներ կատարելու, ցանկանում էի տավարի միս գնել, չգտա, չկար, ասեցին վաղը կլինի, չգիտեմ որքանով դա նորմալ միս կլինի, չգիտեմ կվերցնեմ թե չէ, ինչևէ, վերցրել եմ հավ և խոզ ու տուն եմ եկել։ Ինչու այսօր գնումներից խոսացի, որովհետև այս երկու շաբաթվա մեջ եղել է, որ բարձրացել ենք, մենք ընդհանրապես ոտքով եմ գնում առևտուր անելու, դա այնքան էլ հեռու չէ, բայց դա այդքան էլ մոտիկ չէ կենտրոնականը, քաղաքի կենտրոն գնալու համար։ Ինչու եմ դա ասում, որովհետև ոտքով գնալով նույնիսկ երբ որ առաջին օրերին էի գնում, ծանրությունը կար, սրտի արագ սրտխփոցը կար, հոգնածությունը կար, քայլերի դանդաղկոտությունը կար, ինչևէ, այսօր գնալուց ես դա մինիմալնի եմ զգացել ամեն ինչը, իսկ որ ինչ վատ զգացողություն էլ ունեցել եմ, դա ընդհանրապես կարնիվորի հետևանք չի։ Ինչևէ, ես հասկացա, որ կամաց նույնիսկ քայլելը այդքան դժվարություն չի, արագ տեմպերով ենք համարյա գնացել ու եկել։ Փոփոխությունները ճնշումի, փոփոխությունները թեթև զգալու, փոփոխությունները քաշի կորուստի ես շորերից եմ զգում։ Օրըստօրե իմ շորերը թուլանում են, մանավանդ ներքևի մասը շալվարը, օրըստօրե ես զգում եմ, որ ինքը թուլացել է։ Կշեռվելու մասին, ինչպես գիտեք, մի քիչ ոնց որ ասում են ձեռքերս քոր է գալի, գնամ կշռվեմ, բայց չէ, ես ասել եմ, ստոպ եմ տալի, հուլիսի 15-ին նոր կկշռվեմ։ Չափելը կչափեմ, դա բավական է։ Ես ձեզ ասեցի, որ ես ամեն օր, մինչև եթերը ստեղծելը, եթերի ժամանակ, մինչև վիդեո ստեղծելը, ձայնագրելը, ամեն օր ես այդ թեմաների շուրջ եմ լսում և տեսնում, ինչպես դառել եմ արդեն կարնիվոր դիետայի այդ վիդեոների մեկնաբանողները, այդպես ասած, ամեն մեկից մի քիչ։ Բաներ կան, որ լսում եմ, հիասթափվում եմ, բաներ կան, որ լսում եմ և զգում եմ, որ չէ, որովհետև այդ մարդկանց ասածը կոնկրետ իմ հիվանդությունների, իմ պրոբլեմների հետ համընկնում են ու ես զգում եմ, ինչպես իրենց մոտ է դա կամաց քչանում, այնպես էլ իմ մոտ։ Մի քիչ վատն այն է, որ ես չեմ կարողանում դեռ այնքան հնարավորություն չունեմ, որ ես անցնեմ, մեծ հաճույքով կանցնեի միայն տավարի մսի վրա, բայց ցավոք այդ հնարավորությունը չունեմ, ես ամեն օր
ճանապարհի միս առնելու, բայց ցանկությունը շատ մեծ կլիներ։ Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի։ Քաշի, նորից եմ ասում, քաշի կորուստը ինքը արդեն կամաց լինում է, ես նկատում եմ, ու դա ինձ բավական է։ Ճիշտ է, ինձ թվում է դանդաղ է, դա ես սրտով եմ զգում, որ դանդաղ է, միգուցե չէ, ես ուզում եմ, որ դա արագ լինի, ես ուզում եմ քնեմ, հելնեմ, ուղիղ կես լինեմ, դա բնական է, բայց դա այդքան էլ հնարավոր չէ։ Հետո ուղեղով հասկանում եմ, որ այդքան արագ նիհարելն էլ ինչ որ միտեղ այն չի։ Եվ նորից ես այսօր էլի լսեցի այն մարդկանց, ովքեր ասում են, որ կարնիվոր դիետայի ընթացքում ուշադրություն մի դարձրեք դուք քաշի վրա, ուշադրություն դարձրեք աբիոմները, ծավալը մարմնի, ինչքան է գնում, պակասում է, որովհետև էլի նորից ասեմ, կարնիվորի դեպքում մկանային կորուստ տեղի չի ունենում։ Դրա համար կարող է քաշը ինքը բարձր լինի, բայց աբիոմները քիչ։ Ես ուրախանում եմ այն բանով, որ ընդհանրապես միշտ ունեցել եմ այդ պրոբլեմը, ինչքան վերջին տարիներին, միգուցե վերջին տասնյակ տարիներին ունեցել եմ այդ պրոբլեմը, որ գիշերվա կեսին իմ ձեռքերը մինչև արմունկները թմրած են, նամանավանդ ձախ ձեռքս, ահավոր թմրած վիճակում, ու այդ քանի գիշերը ես նկատում եմ, որ համարյա աչը չի թմրում, մի քիչ ձախը կարող է թեթևակի, ու վсё, ես օրըստօրե դա զգում եմ, որ մոտիցս գնացել է։ Չոքերիս ցավը, եթե ասեմ բոլորովին անցել է, չէ, բոլորովին չի, բայց այնքան է մեղմացել, որ բոլորովինի համեմատ արդեն ոնց որ հավասարվի, օրը գիտի, միգուցե և եղանակներից էլ է, չգիտեմ, այնպես որ դրա պլյուսը նույնպես կա։ Ինչ եմ ուզում ասել, կուշտ լինելու համար սով բացարձակ չեմ զգում, բացարձակ, և ամեն անգամ ես զգում եմ, որ օրինակ այսօր էլ նույն գրամով չափեցի 200 գրամ հավի միս, այնտեղ դա 200 գրամը ինքը ոսկորային էր, այնտեղ պարզ է ոսկորն էլ հանած, գծետը 160 գրամ, 100, այդպես 150 գրամ միս էր, առավոտյան նորից հավի, 3 հավ, այսօր հավ, կարծեմ վաղն էլ հավ կլինի։ Չէի ուզենա, որ այդքան շատ հավը լիներ, բայց դե միսը մնում է միս, դա հիմա էտ է։ Այսօր ես նույնիսկ երեկոյան ու մեկ խաշած ձու, ոնց որ տեսնում եմ, որ ես ինքս ձվերն էլ եմ քչացրել։ Մի ժամանակ յուղ շատ էի օգտագործում, յուղ ասելով կարագ էի օգտագործում կամ խոզիսալ, որը ինչը ճիշտ էի անում, այնպես չի, որ սխալ էի անում, ուղղակի իմ շուշուտ լինելու համար, այդ վռազ լինելու, ոնց որ ասում են, ճարպաքանակը իջացրել եմ, դա մենակ դրա պատճառով չի, դրա պատճառով չեմ իջացրել, բաներ կան, որ ճարպը մի քիչ պետք չի, այ օրինակ, երբ որ մարդը դուրս գալուց մի քիչ պինդ է դուրս գալիս,
նրա համար իրոք ճար պետք է, բայց իմ դեպքում ճարպը մի քիչ քչացրել եմ, որովհետև խանգարում է հիմա ինձ։ Բայց ասեմ, թե մենակ այդ սպիտակուցով բարբարարվելն էլ այդքան ճիշտ չի։ Երեկոյան էլի նորից այդ հավի միսը, այդ նույն քաշի ու ձու դրեցի խաշելու ու հասկացա, որ չէ, այդ ձուն չեմ ուզում ու ձուն էլ չեմ կերել։ Ինչքան մարդ կարող է այդ քաշով, այդքան սպիտակուցով կուշտ զգալ, չգիտեմ, երևակայի հիմա ոչ մեկը, որ ուգլիվոդ է ստանում, այդ չափ ուտի երբեք չի կշտանա, մանավանդ իմ դեպքում գաղտնիք էլ չի, որ այնքան էլ փոքր ստամոքս չի, որ դա ուտեմ, ասեմ վերջ կշտացել եմ, չէ, բայց զգում եմ, որ ես իրոք կուշտ եմ ու ընդհանրապես ուտել չեմ ուզում, ուտելու մասին ընդհանրապես ուտելս չի գալիս։ Այսքանը իմ զգացողությունների մասին այս քանի օրվա, իսկ կարնիվորի համար տարբեր աղբյուրներին նայելով տարբեր բան ես հասկանում, ու ես հասկացա, որ այդքան մարդկանց նայում եմ, հավատացեք, ովքեր որ նիհարել են, նիհարողների թիվը ոչ թե նիհարողների թիվն է քիչ այդ դիետայում, այլ միգուցե դա մի քիչ խիստ է, միատոն դիետա է, մարդիկ չեն ուզում փորձել, միգուցե չգիտեմ ինչ, բայց շատ մեծ քաշ ունեցող մարդկանց ես չգտա, միգուցե արտասահմանյան բաներում, ալիքներում լինեն, բայց ես ռուսական կանալներում չգտա, որ շատ մեծ քաշ ունեցող մարդիկ նիհար էին, շատ մեծ քաշ ունեցող մարդիկ նիհարել են կետո դիետայով, բայց կարնիվորով չեմ գտել ու տարբեր դիետաներով նիհարել եմ։ Ինձ թվում է մարդիկ միատոն լինելու համար մտածում են, որ կամ չգիտեն այդ մասին, բայց այսինքն ինչպես չգիտեն, մարդիկ կան, որ քիչ քաշի խնդիրն են, օրինակ առաջին կարգի ճարպակալության դեպքում կամ երկրորդ կարգի ճարպակալության դեպքում մարդիկ նիհարում են, ասում են, որ նիհարել ենք, բայց արդեն որ գա երրորդ, չորրորդ, չէ, այդպես չեմ լսել, որ մեծ քաշ ունեցողները այդ դիետայով նիհարեն, չեն փորձել միգուցե կամ ես չգիտեմ, տեղյակ չեմ։ Դա իմ համար հարմար է, առայժմս շատ հարմար է, կարևորը որ բացի նիհարելու պրոցեսին գնա օրգանիզմի առողջացման պրոցեսը, որ դրան է տանում։ Տարբեր մարդկանց լսելով հասկանում եմ, որ առողջացման պրոցեսը տարբեր հիվանդությունների տարբեր ժամանակահատվածները, մեկի մոտ 6 ամիս ա տևել, մեկի մոտ 3 ամիս, մեկը մի ամսից հետո իրան բոլորովին լավ է զգացել, մեկը ամենածանր իրեն հիվանդությունը վերացել է 2 տարում, այնպես որ տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևի է դա ընթանում։ Մեծամասնությունը, երբ որ կարնիվոր է օգտագործում, էլ եմ ասում, դա բժիշկները շատ են, որ իրանք բժիշկներն են դա անում, տարբեր թե կին, թե տղամարդ, շատերը իրանք հենց բժիշկներ են, իհարկե տարբեր մասնագիտության բժիշկները, կան տարբեր բժիշկներ, այնպես չի, որ
թերապևտ են կամ չգիտեմ ինչ են, վիրաբույժներ էլ կան, թերապևտեր էլ կան, սրտի բժիշկներ էլ կա այնտեղ, աչքի բժիշկ մի հատ կին էլ կա, այնպես որ չգիտեմ, առաջնայինը բոլորն էլ ասում են, որ առողջական խնդիրները մի քանի անգամ բարելավում է, ինչու՞ չէ նաև բոլորովին ինչ պրոբլեմներ, որոշ պրոբլեմներ անհետանում են իրենցից։ Մանավանդ աուտոիմունային սիստեմի այդ հիվանդությունների մասին են շատ խոսում, որ իրենց մոտ անցել է, ստամոքսի ցավերի մասին են շատ խոսում, որ անցել է, աղիքային տարբեր ցավերի մասին են խոսում եւ ինչու՞ չէ նաև այդ հոդացավերի, մեջքի ցավերի, օստրոպարոզի, օստրոխանդրոզի մասին շատ է խոսվում, նույնիսկ խոսում է գրիժայի մասին, բայց ասեմ, որ նույն այդ բժիշկները այդպես իմ նման հիմա չեն նստում մենակ այդ դիետան անում ու վերջ, նախ իրանք հնարավորություն ունեն իրանց քաշը շատ նորմալ քաշա, իրանք բացի դա, իրանք բոլորն էլ սպորտով զբաղվող մարդիկ են, սպորտ ասելով իրենք բոլորն էլ սպորտզալում ժիմերում ընդեղ իրանց պարապմունքը անում են, բոլորն էլ քայլում են, բոլորն էլ մարզվում են, ու մարզվելու ընթացքում էլ նորից իրանք ասում են, որ իրանք ավելի լավ են զգացել, հետո կան մարդիկ, որոնք մինչ կարնիվոր կետո դիետայի ժամանակ են մարզվել, այնպես որ սպորտը իրենց կյանքում միշտ եղել է եւ շարունակել են դրանից հետո, իրենք նույնպես ասում են, որ դրա փոփոխությունը շատ է, տարբեր են, ուգլիվոդով լրիվ առանձին բան է այդ մարզանքները, իսկ կարնիվոր կետո դիետայով արդեն բոլորովին ուրիշ ձևի է։ Հիմա միգուցե դուք ասեք, թե լավ բա դու ինչու չես ուզում քայլես, ուզում եմ, քայլել ուզում եմ, բայց ուզում եմ մի քիչ անցնի, մի քիչ էլ քաշ գցեմ նոր, որպեսզի շատ ծանրություն չտա չոքերիս, մի քիչ էլ անցնի նոր, ու այդ ժամանակ քայլելը հաստատ կքայլեմ, այնպես չի, որ չեմ քայլի, իմ մտքին էլ կա, օրեցօր ասում եմ այսօր էգուց, բայց դա էլ կլինի քայլելը, կսկսեմ քայլելուց, ամենաթեթև, ամենակարևոր բանը քայլելն է, այդ սպորտ կոչվածի մեջը, զբաղվելով մեջը, ֆիզիկական նագրուսկայի համար ամենաթեթևը դա քայլելն է եւ ամենաառողջարարը, դա նույնպես կսկսեմ, այսօր գնալ գալուց էլ նորից եմ ասում, ես զգացի, որ ահագին տարբերություն կա քայլելու արագության տեմպի եւ թեթևության, բացի այն քայլելուց էլ զգում եմ, որ արդեն ինչ-որ թեթևություն կա, այնպես չի, որ ես ինձ վնուշատ եմ արել ու ասում եմ, չէ, ես իրոք լավ եմ, չէ, փոփոխությունները տեսնում եմ, այնպես չի, որ չկան ընդհանրապես փոփոխություններ։ Հիմա եթե ես նույնիսկ ամիսը չկա, դնեմ ամբողջական գովեմ դրա մասին, մի քիչ սխալ կլինի, կարնիվորին նստեմ գովեմ, հիմա չկա, բայց երբ որ ես դա փորձել եմ 2 ամիս եւ զգացել եմ, որ ես լավ եմ, եւ հետո կետո դիետա եմ փորձել եւ զգացել եմ, որ այդ դեպքում էլ եմ ես լավ, ուղղակի կետո դիետայի վատը ասեմ իմ դեպքում որն էր, ժողովուրդ ջան, երբ որ ես բանջարեղեն էի ուտում, ես այնպես չի բանջարեղեն չեմ սիրում եմ, այնտեղ տված է, որ սալատներ պետք է ուտեն, կաղամբով սալատ, թեկուզ այդ մառոլ ասված սալատը,
կանաչիներ, ասեմ ձեզ, որ ես շատ այդպիսի բաներ, կլեչատկա ասվածը իմ օրգանիզմը բջջաթել էր հայերեն, ասվածը իմ ստամոքսը այդպես էլ չի վերցնում, ես կարող է սալաթը ուտեմ մսի հետ, բայց ես ժոգա եմ կպնում ու ստամոքսիս մեջ ծանրություն եմ զգում այդ սալաթից ու դա չի մարսվում, դա ինչ-որ դիսկոմֆորտ է իմ համար, վարունգը մարսվում է այնտեղ բադրջան, բիբար, բիբարը կանաչ սվեժի վիճակով, թարմ վիճակով չէ, դա էլ չի մարսվում, պետք է եփած լինի, որ մարսի, ինչևէ կան շատ բանջարեղենների տեսակներ, որ իրոք չի մարսվում, ու այդտեղ բացի այն, որ կային մարդիկ, որ կանաչիներն էլ սիրում եմ, բայց դե զգում եմ, որ կանաչիներից էլ ցավ տալիս, կանաչեղեն սալատներից ստամոքսս ցավ է տալիս, դա էլ չեմ կարողանում մարսել, երբ որ նորից եմ ասում, տարբեր մարդկանց եմ լսում, ես հասկանում եմ, որ այդ խնդիրը կետո դիետայի պահող մարդկանց մոտ այդ խնդիրը եղել է, այդ խնդրի պատճառով իրանք նույնպես բանջարեղենը թողել են կամ մինիմումի են թողել կամ իրանցով են ադապտացրել ինչքանով, որքանով իրանց պետք է, բայց ես այն ժամանակ, երբ կետո դիետան պահում էի, իհարկե էլ եմ ասում, գոհ եմ, լավ քաշ էի իջացրել, շատ լավ, առողջական վիճակս էլ էր կարգի բերել, բայց հավատացեք, փքվածությունը կանաչիների, բանջարեղենների պատճառով էլի եղել է փքվածություն, չմարսելու ժոգայի պատճառ ունեցել եմ, բայց այնքան են դրա պլյուսները շատ, ոնց որ ասած, հետո բանջարեղեն սիրելուց և աչք եմ փակել այդ ամեն ինչի վրա, որ կարնիվորի դեպքում դա չկա, ոչ փքվածություն կա, որ փորդ փքվի, ստամոքսդ փքվի, կամ դու չգիտեմ, այդպիսի բան չկա, հիմա պանիր էի ուտում, մի քանի օր առաջ, ասացի, որ ես 3 օր է, 3-4 օրն է, ես պանիրն էլ չեմ ուտում, որովհետև լսեցի, որ ասում են, եթե ուզում եք իրոք արագ նիհարել, ուրեմն միառժամանակ գոնե մի քանի ամիս սկզբնական շրջանում պետք է կաթնամթերքն էլ հանել, դե հիմա փորձենք այդպես, ճիշտ ասած, չգիտեմ հիմա այդ պանիրը հանեցի, որտեվ ես զգում էի, որ անցյալ անգամները, երբ որ պանիր ուտում էի, ես պանիրը չարաշահում էի, էլի պանիր սիրելուց, այդ ամեն ինչը գալիս է այդ սիրելուց, չարաշահում էի, զգացի, որ երբ որ արդեն պանիրը հանեցի ռացիոնի մեջից, ավելի արագանում է այդ պրոցեսը, դա էլ այդպես, հիմա թե ինչ կլինի, իրոք չգիտեմ, տարբեր մարդկանց եմ լսում, այսպես մտածում եմ, ասում եմ, լավ, այդքան տարբեր մարդկանց լսում եմ, չէ որ տարբեր մարդիկ դրանց թվում և տղամարդ են, և կին են, և տարիքային տարբերությունն է բոլորին տարբեր, ես չեմ կարող իմ օրգանիզմը իրենց օրգանիզմի հետ համեմատել, բայց այն մարդկանց ասածը, որ արդեն համընկնում է իմ պրոբլեմների հետ, իմ հիվանդությունների հետ, իմ առողջական վիճակի հետ, արդեն ես հասկանում եմ, որ միգուցե այդպես անեմ այնպես, ինչպես իրանք են անում, տեսնեմ ինչ կլինի, ու այդ դեպքում բոլորն էլ ասում են, որ կարևորը փորձելն է, որովհետև ոչ մեկը ես հիմա ինչ էլ ասեմ, ինչն է պետք, ինչը պետք չէ, եթե
մարդ չի փորձում, ինքը չգիտի իրան ինչ է գնում, ինչ չի գնում։ Կարողանում է մարսել լակտոզան, կարող է մարդը մարսել գլյուտենը, այդ մարդու հեչպետն էլ չի, որ դրանք հանի։ Բայց փաստորեն լակտոզայի մասին չեմ կարող ասեմ, չեմ մարսում կամ չգիտեմ։ Հա, կաթից մի քիչ չնայած չեմ էլ խմել, կակավո որ խմել եմ, դիսկոմֆորտ զգացել եմ, բայց ասեմ թե մածունից կամ մյուսներից չէ, բայց ես հասկացել եմ, որ կաթնամթերք, կաթնաշոր, պանիր, թեկուզ եւ պանիր, մածուն ուտելուց հետո կաթնաշորից ու մածնից հետո ինսուլինս ավելի է բարձրանում եւ ես քաղց եմ ուտում եւ այդ ընթացքում ես կարող եմ ուտել այդ մածունացվածը մանավանդ պրոստը տակ այդ մածունը ուտել, մի խոսքով դա էլ իմ ինսուլինի վրան ազդում է, որտեվ ինքը հավասարակ շռված չի պահում, ինքը բարձրացնում է, ինչ էլ լինի, ես այդ ռեզիստենսը ունեմ ինսուլինի։ Այնպես որ ժողովուրդ ջան, ամեն մեկ փորձում է իրեն ձևի, իրեն ճանապարհը հարթել, ես էլ իմ ձևի, ինչքանով որ հասկանում եմ, ինչքանով որ ֆինանսս է թույլ տալիս, էլ եմ ասում, ես կցանկանայի, որ փորձեի միայն կարնիվորի այն տեսակը, որ տավարի միսն է պարունակում, այնտեղ օրգանները, այնտեղ մսի ոսկորի արգանակը, բայց դա երևակայի հեռու ապագայում լինի, որ գոնե կարողանամ 1 ամիս այդպես փորձեմ ու այդ դեպքում նոր կզգամ տարբերությունը, այդ արդեն որ ուղղվածությունն է ավելի առողջարար եւ ավելի շուտ նիհարեցնող, այդպես ժողովուրդս։ Չեք պատկերացնի ինչքան եմ ցանկանում, որ դիտողների թիվը ավելանար ու գրեին մեկնաբանություններ, ինչն է ձեզ հետաքրքրում, որ դիտում եք, ուղղակի այն, որ արդյոք այդ դիետայով կնիհարեմ թե ոչ, թե հենց այդ դիետայից դուք էլ լսել եք, տեղյակ եք եւ ուզում եք իմանալ։ Հիմա ժողովուրդ ջան, ես որ ասեմ դնեմ բժշկական տերմիններով բացատրեմ, նորից եմ ասում, ես երբ որ արդեն ռուսական կանալներն եմ նայում, դրանք ռուսերեն եմ լսում, ես դնեմ դա հայերեն ասեմ, երևի դրանց մտքով ես հասկանում եմ դա ինչ է նշանակում, բայց կոնկրետ բառացիորեն երևի ես չկարողանամ դրանք հայերեն թարգմանել, դե կարող է Google-ով դնեմ թարգմանեմ, բայց ամենայն դեպս միևնույն է չեմ հիշի, չեմ բանանի ասեմ։ Այնպես որ շատ ժամանակ ու կցանկանայի, որ հայկական ինտերնետ տիրույթում էլ դրա մասին լիներ, ինչ-որ մեկը, ինչ-որ փորձարած լիներ, ու ես մեծ հաճույքով կհետևեի, կտեսնեի, ինչևէ ցանկանում եմ, որ դիտելուց գրեք մեկնաբանություններ, դնեք զանգակի կոճակը սեղմեք եւ դնեք լայքեր եւ ինչու՞ չէ, ում դուրը չի գալիս, կարող են եւ դիզլայքեր դնել։ Խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, դա իմ մոտիվացիան է, դա իմ կարնիվոր դիետայի օրագիրն է, դա ընդհանրապես ինձ համար մեծ բան է, նորից եմ ասում, ես ուզում եմ նույնիսկ էկրանից այն կողմ օրերով կամ ամիսներով կամ շաբաթներով իմ փոփոխությունը տեսնել,
բնականաբար դեռ նոր է, այդպես չի երևա, բայց ես հույսով եմ, որ անպայման իր արդյունքը կտա։ Դա ես չեմ հավաքել մի ամսում, որ մի ամսում էլ կարողանամ այդքան քաշից ազատվել։ Դա տարիների գումարած, հանած, ավելացրած քաշ է ու ես չեմ կարող միանգամից, եթե նույնիսկ շատ էլ ուզենամ, հնարավոր չէ, որ վաղը վեր կենամ ու տեսնեմ, որ ընդհանրապես քաշ գոյություն չունի, բայց ես հույսով եմ, որ այդ օրագիրը հետագայում ես տեսնելու եմ ու օրըստօրե ես փոփոխությունը կտեսնեմ ու առաջ կգնամ։ Դրա համար խնդրում եմ բաժանորդագրվել, որպեսզի եւ ալիքս առաջ գնա եւ մոտիվացիա լինի իմ անցնող ճանապարհը մինչև վերջ անցնելու։ Այսքանը սիրելիներս, ցտեսություն, մինչ վաղը։